Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք օրերս Կապանում բացված ID բանկի մասնաճյուղից, իսկ իմ հյուրը ID բանկի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը և հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն է։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, ժամանակ տրամադրելու համար։ Սկսենք ամենասկզբից, օրերս բացվեց ID բանկի մասնաճյուղ, Սյունիքում առաջին մասնաճյուղը բացվեց, ինչ առաջարկներով եք եկել, ինչպես ծնվեց այդ միտքը Կապանում մասնաճյուղ ունենալու։ Նախ ուզում եմ ասել, որ ոչ միայն Կապանում, նաև Սյունիքի մարզում մենք վաղուց ունենք արդեն հաճախորդներ, որոնք օգտվում էին մեր թվային հարթակներով, on-line տարբերակով, և մենք ուղղակի փորձեցինք ավելի մոտիկ գտնվել մեր հաճախորդներին, ֆիզիկապես մասնաճյուղ ունենալ Կապանում և այդ նույն պրոդուկտները, որը առաջարկում ենք նաև թվային ուղիներով, մարդիկ, ովքեր որ ցանկանում են մասնաճյուղում սպասարկվել, հնարավորություն ունենալ նաև գալ տեղում և արդեն տեղում սպասարկվել մասնաճյուղում։ Պրոդուկտները նույնն են, մեր պրոդուկտները անընդհատ փոխվում են, անընդհատ նոր առաջարկներով ենք հանդես գալիս մեր հաճախորդներին։ Այս պահին մի բազմաթիվ հետաքրքիր նորություններ ունենք, որով նաև թարմացնում ենք մեր հաճախորդների համար, թե ֆիզիկական անձանց, թե իրավաբանական անձանց համար։ Ֆիզիկական անձանց համար երևի կնշեի աշխատավարձային նախագիծը, որը բավականին հետաքրքիր պրոյեկտ է ինքը իրանով։ Մի քանի մասի բաժանեմ այդ նախագիծը, ամենակարևոր բաներից նշեմ, շատ չմանրանալով պրոդուկտին։ Առաջինը, որը որ ինքը իրենով նախագիծը մարդը, որը աշխատավարձ է ստանում, փորձեմ ավելի պարզ ներկայացնեմ, ոչ միայն չի վճարում ոչ մի սպասարկման վճար աշխատավարձային քարտ ունենալու համար, այլ նաև այլ հակառակը բանկը պատրաստ է այդ հաճախորդ ունենալու դեպքում բանկը պատրաստ է քեշբեքերի եւ այլ ծրագրերի միջոցով գումար հետ վճարել հաճախորդներին։ Այսինքն ոչ միայն չեք ծախսում գումարներ, այլ նաև ինչ-որ չափով նաև վաստակում եք գումարներ ուղղակի սպասարկվելով ID բանկում։ Երկրորդը վարկային ծրագրերն են, որը որ շատ կարևոր ու հետաքրքիր է, բոլորս գիտենք, բազմաթիվ հաճախորդներ արդեն ունեն վարկեր, որոնք հնարավոր է բարձր տոկոսներով են, մենք առաջարկում ենք միավորել վարկերը ավելի մատչելի, ավելի ցածր և երկար ժամկետներով տեղափոխել ID բանկ և նույն վարկը սպասարկել ավելի շահավետ պայմաններով։ Վարկային պրոդուկտների շրջանակներում այն մարդիկ, ովքեր որ սպասարկվում են աշխատավարձ ստանում են ID բանկի միջոցով, նրանք հնարավորություն ունեն նաև այլ պրոդուկտները ունենան ավելի ցածր տոկոսադրույքներով, մասնավորապես հիպոթեկային վարկառուները հնարավորություն ունեն 0.25% ավելի ցածր տոկոսադրույքով հիպոթեք ունենալ, եթե աշխատավարձ ստանում են ID բանկի միջոցով։ Եվ երրորդը, իհարկե մենք մեր հաճախորդներին անընդհատ առաջարկում ենք անկանխիկ գործարքներ, անկանխիկ գործարքների համար պատրաստ ենք քեշբեք վճարել, տարբեր ծրագրերի միջոցով գումարներ հետ վճարել, բայց հասկանում ենք, որ կան բազմաթիվ հաճախորդներ, որոնց անհրաժեշտ է լինում նաև կանխիկ գումարներ և այդ կանխիկ գումարները պատրաստ ենք, որ եթե աշխատավարձ ստանում են ID բանկի միջոցով, չփնտրեն միայն ID բանկի բանկոմատները և նրանց հնարավորություն ենք տալիս ոչ միայն փնտրել ID բանկի բանկոմատը և կանխիկացնել, այլ նաև առկա համակարգի բոլոր բանկերի բանկոմատներից կարող են անվճար կանխիկացնել և ստանալ իրենց գումարները։ Կարծում եմ շատ հարմար առաջարկ է, որ
չփնտրել միայն մեկ բանկի բանկոմատ եւ գնալ այնտեղից կանխիկացնել։ Դա բավականին մանավանդ փոքր քաղաքներում, որտեղ որ այդքան բոլոր բանկերը չունեն այդ բանկոմատները, դա քաղաքացիների համար շատ լուրջ խնդիր է իրականում, դա առավելություն կարելի է համարել։ Մեր պրոդուկտը ինքը ոչ միայն ֆինանսական առումով հարմար է, այսինքն մարդիկ քիչ են վճարում վարկերի համար, վաստակում են իրենց գումարը գործարքներից, նաև հարմարամետության հարցալուծում, որ անհրաժեշտություն չկա ուղղակի փնտրել բանկոմատներ, որտեղ ավելի մատչելի է կանխիկացում անել։ Ես հավելեմ, եթե կարելի է, այո, ID բանկը իր ռազմավարական ուղղություն ընտրել է նաև որպես խելացի պրոդուկտներ հաճախորդներին առաջարկել է, եւ հենց այս տեսանկյունից մենք խիստ կարևորում ենք հաճախորդների ժամանակի խնայողությունը եւ հարմարավետությունը ու փորձում ենք մեր պրոդուկտները ձևավորել հենց այնպես, որ դրանք առավելագույնս հարմարեցված լինեն հաճախորդի կարիքներին եւ պահանջներին։ Ինչ վերաբերում է անկանխիկ գործարքներին, Արթուրը նշեց այդ մասին, հավելեմ, որ այո, անկանխիկ գործարքներ իրականացնելիս, եթե վճարում են կատարում Իդրամն ID բանկ հավելվածով, մեր հաճախորդները ստանում են քեշբեք, այս պահին ակնթարթային քեշբեք են ստանում Իդրամով վճարելու դեպքում եւ ունենք բազմաթիվ ակցիաներ, որոնց խորհուրդ եմ տալիս, որ մեր հաճախորդները հետևեն բանկի պաշտոնական կայքում, Facebook-յան էջում, սոցիալական ցանցերի բոլոր էջերում ներկայացված ենք, այնպես որ կարող են հետևել, տեղեկացված լինել եւ օգտվել բոլոր այդ առավելություններից։ Ընդհանրապես վճարելով Իդրամն ID բանկ հավելվածով կամ ID բանկի քարտերով, որովհետեւ քարտերով նույնպես բազմաթիվ ակցիաներ եւ արշավներ են ունենում, ստանում են հնարավորություն վաստակելու այո հավելյալ գումար։ Դուք տրամաբանորեն իմ հաջորդ հարցին անցաք, որ նախատեսում էի տալ արշավների հետ կապված, հիմա մի փոքր մանրամասն ենք, խոսքը ինչ ակցիաների արշավների մասին է, հաշվի առնելով, որ դաշտը բավականին այսպես հարուստ է, մրցակցությունը մեծ է բանկերի միջև, բնականաբար պետք է անդադ ինչ-որ բաներ առաջարկենք, նոր ավելի գրավիչ դառնա, փոքր այդ արշավներից։ Այո, կարող ենք ասել, որ օրինակ օրերս հենց մեկնարկել ենք նոր արշավ, հատկապես ճանապարհորդել սիրող հաճախորդների համար, Արթուրը կարծում կներկայացնի։ Նշեմ, որ արշավները միշտ լինում են, իրենք անընդհատ մենք թարմացնում ենք նոր առավելություններով են հանդես գալիս մեր հաճախորդների համար։ Մի քանի օր առաջ նոր արշավ ենք սկսել ճամփորդողների համար, բոլոր ուղղություններով ինքնաթիռի տոմս գնելու դեպքում 25% քեշբեք հետ ենք վճարում մեր հաճախորդներին։ Կարծում եմ բավականին մեծ գումար է նրանք, ովքեր որ սիրում են նաև ճամփորդել, որոնք այս պահին Հայաստանում նման հաճախորդները քիչ չեն։ Ընդ որում բոլոր ավիաընկերությունների մասին է խոսքը, չկա որևէ սահմանափակում այս տեսանկյունից եւ որ էլի քիչ կարեւոր պայման չէ, այդ քեշբեքը 25% հաճախորդները կարող են ստանալ ամեն ամիս մինչև արշավի ավարտը, այսինքն եթե օրինակ հունիսին գնացիք տոմս կստանաք 25% քեշբեք, հուլիսին գնացիք էլի կստանաք ամեն ամսվա համար։ Այո, ամեն ամսվա համար է գործում։ Նշեմ, որ ակցիան իհարկե վերաբերվում է պրեմիում դասի քարտապանների համար, բայց մեր քարտերը նաև իրենց սակագներով կարծում եմ այնքան մատչելի են, որ քեշբեքով հնարավոր է նույնիսկ գումար վաստակել ճանապարհորդության ժամանակ։ Ֆիզիկական անձանց մասով, այսպես կարելի ասել, մանրամասնեցիք ինչ վարկերի տեսակներ կա, հիմա կուզենայի խոսենք իրավաբանական անձանց մասին, ՓՄԶ-ներին ինչ առաջարկներ կարող եք տրամադրել։ Իրավաբանական անձանց, մասնավորապես ՓՄԶ-ների համար նորից նոր արշավ ունենք, նոր պրոդուկտ ունենք, մի քանի վայրկյանում հաստատվում են վարկեր, առանց գրավի ու բավականին ցածր տոկոսադրույքով հաշվի առնելով այդ պրոդուկտը շուկայից բավականին էժան տոկոսներով անհատ ձեռներեցները, ՓՄԶ-ները կարող են մի քանի վայրկյանում ուղղակի ստանան անգրավ վարկեր։ Բոլորին է դա վերաբերում, թե ով ինչ գործունեությամբ է զբաղվում, դա էլ է շատ կարևոր, առանձնացնում եք ԱՁ-ի գործունեությունը, ՓՄԶ-ի գործունեությունը։
Գործունեության մասով սահմանափակում չկա։ Ասեմ գյուղատնտեսներին է կառավարություն տալիս, թե բարձրապես վարսավիներին, այսպես բան անեմ, էլի, փորձեմ տարբերություն այսպես նշել։ Հայաստանի Հանրապետությունում օրենքով չարգելվող յուրաքանչյուր գործունեությունով զբաղվող ՓՄԶ-ները կարող են դիմել եւ ստանալ, որպես այդպիսին առավելություններ չկան, վարկային պրոդուկտները տրամադրման process-ը կախված է մի քանի գործոններից, մասնավորապես նրանց եկամուտներից, վարկային պատմությունից եւ մի շարք այլ պայմաններից, ընդհանուր տարբերություն գոյություն չունի, այստեղ առավելությունը կարելի է նշել, որ վարկի պայմանները շուկայի համեմատ բավականին մատչելի են, տոկոսադրույքները բավականին ցածր են եւ ամենակարևորը արագությունը, որ ինքը հաստատվում է մի քանի վայրկյանի ընթացքում եւ նաեւ ոչ պակաս կարևոր, որ դրա համար անհրաժեշտ չէ գրավադրել իրենցով անգրավ վարկերը։ Էներգոարդյունավետության ծրագրերի հետ կապված բանկերը գիտեն, որ բավականին այսպես արտոնություններ են տալիս, ձեզ մոտ ինչպեսի քաղաքականություն կա այդ առումով, արևային պանելների տեղադրման, տաքացուցիչների եւ կամ առհասարակ էներգոարդյունավետ տուն ունենալու հետ կապված ունեք որոշակի արտոնություններ։ Էներգոարդյունավետ վարկերը դրանք կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում են, մենք նույնպես միացել ենք այդ ծրագրերին, այո, տրամադրում ենք այդ բոլոր վարկերը մարդկանց, ովքեր որ ցանկանում են վերանորոգեն, արևային պանելներ տեղադրել, կառուցեն իրենց առանձնատները էներգախնայող նյութերի միջոցով եւ այո ստանան բավականին ցածր տոկոսով տոկոսադրույքներով վարկեր։ Մասնաճյուղային քաղաքականությունը մարզում շարունակելու եք, թե առայժմ բավարարվեք միայն կապանում մասնաճյուղ ունենալով։ Դեռ այս տարվա մասով կարող եմ նշել, որ դեռ կապանով կսահմանափակվենք, բայց ես ինչպես սկզբում նշեցի, մենք ընդհանուր Սյունիքի մարզում ունենք բազմաթիվ հաճախորդներ, ովքեր որ մեր հավելվածի միջոցով օգտվում են մեր ծառայություններից, հետագայում արդեն կտեսնենք ինչպես կստացվի։ Միշտ տարբեր մասնաճյուղեր երբ որ բացվում են տարբեր ոլորտների, կադրերից են խոսում, արդյոք կարողացաք հեշտությամբ կադրերի համալրումը անել, որովհետև մայրաքաղաքին այդքան մոտ չէ, որ Երևանից գան աշխատանքի գնան, բնականաբար տեղում պետք է փնտրեիք, ինչպես է կադրերի վերապատրաստումը արել, ընտրությունը արել, արդյոք կարողացել եք հեշտությամբ համալրել կազմը։ Հեշտության մասին չէի ուզենա ասել, կցանկանայի ասել, երբ որ կադրերն ենք ուսումնասիրում, կապանում բավականին պրոֆեսիոնալ աշխատակիցներ կան, ու մենք ընտրության առջև ենք կանգնած, մեկը մյուսից լավ առաջարկներ ունեինք ու ընտրեցինք կարծում եմ լավագույններին, այդ առումով կնշեմ, որ նաև այստեղի աշխատակիցները, որոնք նաև բանկային փորձ ունեն, իրանք բավականին պրոֆեսիոնալ են, փորձառու են եւ բավականին գրագետ աշխատակիցներ են գտել, որը ողջունելի է, որ նաև այստեղ նման մասնագետներ կան։ Իհարկե նաև բարբերաբար ներդրումներ են կատարելու, գիտելիքներն ավելացնելու եւ փորձի առումով։ Ինչ ակնկալիքներ ունեք մարզային մասնաճյուղից։ Սպասելիքները որոնք են։ Իհարկե, մեր սպասելիքներն այս պահին ավելի մոտիկ գտնվենք մեր հաճախորդներին, իրենց պահանջմունքներն ավելի լայն բացահայտենք, միգուցե հեռավար միջոցով, հեռահար վաճառքների միջոցով դա այդքան էլ հնարավոր չի, փորձենք մեր պրոդուկտները սարքենք ավելի մասսայական, ընթացքում ավելի լավ ծառայություններ մատուցելով մեր հաճախորդներին։ Անվտանգային միջավայրից կուզենայի խոսենք, Տաթև ջան, առհասարակ թվային ծառայություններ բանկերը այսօր շատ են առաջարկում եւ բնականաբար այստեղ շատ կարեւոր է անվտանգային միջավայրի պահպանումը, ինչ պետք է իմանան հաճախորդները։ Այո, այսօր անվտանգային միջավայրը եւ թվային ծառայություններից անվտանգ օգտվելու հմտությունը, այսպես ասենք, միգուցե կենսական նշանակություն ունի իրականում, որովհետեւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում, ընդ որում աշխարհում շատ ավելի զարգացած եղանակներով իրականացվում են առցանց զեղծարարություններ, որոնց ցավոք սրտի զոհ են դառնում քաղաքացիները բավականին մեծ ֆինանսական կորուստներ կրելով։
Եվ այս տեսանկյունից խիստ կարևոր է իմանալ տարական պարզ կանոններ եւ որևէ պարագայում չտրվել այսպես գայթակղությունների, այո, եւ պահպանել խիստ գաղտնի անձնական տվյալները։ Ինչի մասին է խոսքը առհասարակ, ինչն է համարվում անձնական տվյալ։ Երբ մենք բոլորս էլ գիտակցում ենք, հա, մեր անձնագրային տվյալները, ենթադրենք ID քարտի տվյալները եւ այլն, ամեն երկրորդին բնականաբար չենք տրամադրում, չէ՞։ Մեր տան բանալիները նույնպես կարծում եմ, որևէ մեկին չենք նվիրի։ Նույնը ֆինանսական հավելվածների բանալիների մասին է, այսինքն երբ որ մենք ունենում ենք գաղտնաբար, PIN կոդ, երբ մեզ բանկը մեր անձնական բանկում գրանցված հեռախոսահամարին ուղարկում է նույնականացման կոդ, այս բոլոր գործիքները հաճախորդին նույնականացնելու համար են։ Այսինքն բանկը վստահանում է, երբ դուք ճիշտ հավաքում եք ձեր գաղտնաբառը, երբ ճիշտ հավաքում եք ձեր PIN կոդը, երբ ճիշտ հավաքում եք այն գաղտնաբառը, որ այդ պահին ձեզ ուղարկվել է, բանկը հասկանում է, որ դա հենց դուք եք օգտվում այդ սարքից։ Երբ տեղի է ունենում զեղծարարություն, ինչպես է կատարվում, հա, հիմնականում որևէ այլ սարքից բնականաբար փորձում են մուտք գործել ձեր ֆինանսական հավելված։ Կոնկրետ Իդրամն ID բանկ հավելվածի դեպքում, մեր համակարգի դեպքում, մեր համակարգը հենց նույն պահին ստանում է տեղեկություն, որ ձեր հաշիվ փորձել են մուտք գործել այսինչ սարքից։ Նույն պահին ձեզ ուղարկվում է էլեկտրոնային փոստին հաղորդագրություն, որ այլ սարքից փորձ է կատարվել մուտք գործել ձեր Իդրամ հաշիվ։ Եվ զգուշացումներ են նշված, հա, տվյալ էլեկտրոնային փոստի տեքստում, որտեղ ասվում է, որ եթե սա դուք չեք, ապա զգուշացեք, ապա փոխեք օրինակ ձեր գաղտնաբառը, PIN կոդը, ձեռնարկեք անվտանգային միջոցառումներ։ Եվ ինչ է տեղի ունենում, զեղծարարները հիմնականում ստանում են այդ տեղեկությունները եւ մուտքագրում են հաճախորդի փոխարեն, ինչպես է դա արվում։ Օրինակ դուք Facebook սոցիալական ցանցում տեսնում եք մի գովազդ, որտեղ առաջարկում են ձեզ լրացնել թեստը, անցնել հարցումը եւ ստանալ 20,000 դրամ բոնուս դրա դիմաց։ Սեղմում եք, անցնում եք հղումով, բացվում է Իդրամին շատ նման մի էջ, բայց իրականում հղումը, եթե ուշադրություն դարձնեք, այլ է։ Այստեղից կարելի է արդեն գուշակել, որ եթե նույնիսկ պատկերներով չգուշակեք, չնայած էլի ամբողջությամբ նույնական չեն, բայց եթե նույնիսկ պատկերներով չգուշակեք, անպայման պետք է ուշադրություն դարձնել հղմանը։ Դրանք սովորաբար տարբերվում են Իդրամ.am կամ idbank.am կայքերից։ Մուտք եք գործում եւ այնտեղ ձեզ առաջարկում է անցնել թեստը լրացնելուց հետո ասում է դե հիմա լրացրեք ձեր տվյալները, որպեսզի ձեր բոնուսը փոխանցենք ձեզ։ Լրացնում եք ձեր Իդրամի մուտքանունը, լրացնում եք ձեր գաղտնաբառը, PIN կոդը, հենց այդ պահին ձեզ գալիս է SMS, դուք լրացնում եք նույնականացման կոդը եւ վերջ, դուք ամբողջությամբ ձեր հավելվածի, ֆինանսական հավելվածի բանալիները նվիրում եք անծանոթ մեկին։ Բնական է, որ այդ պարագայում, օրինակ, այդ անծանոթը կարող է նաև փոխել հաղորդակցման լեզուն, ենթադրենք դուք ընտրել եք հայերենը, ինքը կընտրի անգլերենը եւ հաջորդ պահին, երբ ինքը արդեն կդիմի վարկի ձեր հավելվածից, ձեզ որ SMS կգա անգլերեն տեքստով եւ դուք միգուցե չհասկանաք, հա ինչ է այնտեղ գրված, զեղծարարը ասում է դե ես մի կոդն էլ լրացրու, որպեսզի գումարդ նստի, դա էլ լրացնում եք եւ ոչ միայն մաքրում են ձեր հաշիվները, այլև վարկ են ձևակերպում ձեր անունով։ Այսինքն, տեսեք, ես ընդհանրապես մի եղանակ նկարագրեցի, կան հեռախոսային զեղծարարությունների տարբերակներ, դրանք ցավոք սրտի շատ են եւ զարգանում են օր-օրի, բոլորը թվարկել անհնար է։ Արհեստական բանականություն, այո, այսօր արդեն deep fake են օգտագործում, նույնիսկ ձեզ կարող են ձեր իսկ ձայնով զանգահարել կամ ձեր իսկ պատկերով զանգահարել եւ ինչ որ բան ասել։ Դրա համար զգուշավորությունը եւ
տարական կանոններին հետևելը, այսինքն չանցնել անծանոթ հղումներով, տվյալները չլրացնել անծանոթ հղումներով ինչ-որ կայքերում, հեռախոսազանգերի դեպքում օրինակ կարող են ձեզ զանգել, ներկայանալ բանկից, ասել, որ այ հենց այս պահին ձեր հաշվով ինչ-որ գործողություններ են ընթանում, որպեսզի կասեցնենք, ասեք մեզ կոդը, մենք կանգնեցնենք այս գործողությունը։ Ամենաճիշտ տարբերակը անջատել հեռախոսը եւ հետ զանգել բանկ, որպեսզի վստահանաք, որ ձեզ իսկապես զանգել են բանկից, բայց միայն այն, որ բանկի աշխատակիցը երբևիցե ձեզնից չի հարցնի որևէ կոդ, դա հստակ է։ Այսինքն, եթե ձեզնից հարցնում են նման բան, ապա արդեն իսկ պիտի կասկածեք, որ այստեղ մի բան են չի։ Հետևաբար խորհուրդները, որոնց հիմնականում հաճախորդները պիտի հետևեն, ինչպես արդեն նշեցի, ուշադիր լինել, չտրամադրել անձնական տվյալները։ Մեր հաճախորդները ցավոք սրտի նույնիսկ երբեմն ասում են, որ ես չեմ տրամադրել որևէ մեկին որևէ տվյալ, չգիտակցելով, որ այդ հղմամբ երբ իրենք անցել են եւ բացվել է Իդրամի էջը, իրենց պատկերացրած Իդրամի էջը։ Իրականության դա արդեն իսկ տրամադրել են իրենց անձնական տվյալները, այո, սա շատ կարեւոր է։ Դա այստեղ արդեն ֆինանսական գրագիտության խնդիրն է առաջանում, որը ցավոք սրտի մեզանում մի փոքր այսպես կաղում է եւ այդ առումով բավական լուրջ անելիքներ Եվ այդ առումով Իդրամը եւ ID բանկը բավականին լուրջ միջոցներ են ներդնում։ Մենք շարունակաբար ոչ միայն համակարգում փոփոխություններ ենք անում, որպեսզի հաճախորդը ավելի շուտ կռահի, որ իր հաշվի հետ հնարավոր է ինչ-որ բան կատարվում է, հա, այսինքն մենք ոչ թե ներդրումներ ենք անում կիբեր հանցագործությունից մեր համակարգը պաշտպանելու համար, որտեղ կիբեր հանցագործության դեպքում է, որ համակարգից, օրինակ բանկից տվյալներ են տանում եւ ձևակերպում են վարկեր, հա, կամ մաքրում են այսպես ասած հաշիվները։ Վստահությամբ կարող եմ ասել, որ որևէ նման դեպք չի եղել, որ բանկից տվյալի արտահոսք լինի, բոլոր դեպքերում, երբ քաղաքացիները զոհ են դառնում զեղծարարությունների, իրենք են այս կամ այն եղանակով տրամադրում այդ միջոցները։ Եվ մենք ներդրումներ ենք անում շարունակաբար, որպեսզի զերծ պահենք հաճախորդներին այդ քայլերից, այսինքն հնարավորինս արգելապատնեշներ դնենք այդ ճանապարհին, երբ ինքը կփորձի հայտնել իր տվյալները։ Բացի դրանից, մենք իրականացնում ենք ֆինանսական գրագիտության արշավ, այս պահին հիմնականում երեխաների եւ երիտասարդների համար այցելում ենք տարբեր դպրոցներ, ճամբարներ, այնտեղ որտեղ երեխաները ստանում են կրթություն եւ փորձում ենք այս հիմնական կանոնները փոքրուց իրենց հաղորդել, որովհետեւ շատ կարեւոր է հենց փոքրուց տիրապետել, հա, հիմնական կանոններին, որպեսզի հետագայում մենք ունենանք շատ ավելի անվտանգ միջավայր եւ անվտանգ հաճախորդների տեսանկյունից ֆինանսական գործառնություններ։ Փոքրերին, հա, բայց մեծահասակների մի մասնակա, որ հաստատ հենց նրանք են մեծ մասամբ գուցե հենց նրանք զոհ դառնան այդ ամեն ինչին, որովհետև հիմա երեխաներին շատ դժվար է խաբելը։ Ցավոք տարիքային սահմանափակում չկա, այսինքն 18-ից մինչև Եվի նման վերլուծություն էլ չկա թիրախում հիմնականում որ տարիքային խմբի անձինք են։ Այո, որովհետև սա, տեսեք, սա թիրախը իրականում շատ տարբեր է, այսինքն իրենք աշխատում են բոլոր թիրախների վրա, եւ դա կոչվում է սոցիալական engineering, այդպես երևի ասեմ, հա, social engineering է կոչվում, երբ փորձում են հենց հաճախորդի հոգեբանության վրա ազդելով ստանալ, կորզել տվյալներ եւ ցավոք նման զեղծարարությունների ենթարկվում են տարբեր կրթական ցենզ ունեցող մարդիկ, տարբեր տարիքային խմբերի մարդիկ, այստեղ կարևորը հենց թվային գրագիտություն ունենալն է եւ ճիշտ կողմնորոշվել, այսինքն զգոն լինելը խիստ կարևոր է։ Եվ վերջում քաղաքացիները ինչպես ծանոթանան ձեր ծառայություններին, որովհետև շատ հաճախ գուցեև դուք էլեկտրոնային հասցեներին ուղարկում եք, հեռախոսահամարներին ուղարկում եք այդ առաջարկները, բայց մարդիկ գուցեև շատ հաճախ զբաղվածությամբ պայմանավորված կամ այլ հանգամանքներով պայմանավորված ուշադիր չեն լինում, բայց ամեն դեպքում հիշեցնենք եւս մեկ անգամ, որտեղից կարող են ծանոթանալ ID բանկի առաջարկներին քաղաքացիները։ Դուք ասեք։ Կարծում եմ առաջինը մեր կայքի միջոցով
Եվ սոցիալական էջերի, որոնք շատ ակտիվ են։ Նաև երկրորդը հնարավորություն արդեն կա այցելելու Կապան մասնաճյուղ եւ տեղում ծանոթանալ մեր արդեն առաջարկող պրոդուկտներին։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք զրուցեցինք Կապանում օրերս բացված ID բանկի մասնաճյուղից, իսկ իմ հյուրերը ID բանկի վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը եւ հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն էր։ Հաջողություն։